Պարոն Անսել, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Ինչպես գիտեք, Հայաստանը ներկայում գտնվում է չափազանց փխրուն իրավիճակում։ Ինչպիսի կապ եք տեսնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող լարվածության եւ Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների միջև։ Ակնհայտ է, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետության գործող ռեժիմը տապալվի, դա անկասկած անհետևանք չի լինի։ Սակայն անհնար է մատնանշել, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, քանի որ պետք է համբերել եւ տեսնել, թե ովքեր կգան իշխանության։ Եթե օրինակ Իրանի շահի որդին երկրի ղեկը վերցնի իր ձեռքը, մի բան է, իսկ թե Իրանի ժողովրդական մուջահեդին ռազմաքաղաքական շարժման առաջնորդը լինի, միանգամայն այլ բան է։ Այս պահին անհնար է կանխատեսել, թե ինչ կպատահի ռեժիմի տապալումից հետո, բայց մի բան հստակ է. ինչ էլ պատահի, Իրանի ներկայիս Իսլամական Հանրապետությունը այս հակամարտությունից խիստ թուլացած է դուրս գալու։ Բայց եթե այս ռեժիմի ուժերը լրջորեն թուլանան, մենք չենք կարող վստահ լինել, որ կկարողանա համոզել Թուրքիային եւ Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի հարավում զորավարժություններ կամ ռազմական գործողություններ անելուց։ Իմ կարծիքով սա է այսօրվա կարևորագույն հարցը։ Ես բավականին լավատես եմ Թուրքիայի հարցում։ Չեմ կարծում, որ Թուրքիան կհատի սահմանը եւ կխախտի Հայաստանի սուվերեն տարածքը, քանի որ Եվրոպական միության պատժամիջոցները կարող են շատ խիստ լինել։ Իսկ ահա Ադրբեջանի դեպքում, եթե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը շուտապույտ չստորագրվի, չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի օգտվել իր ռազմական առավելությունից եւ գրավել Զանգեզուրի հարավային միջանցքի մի հատված։ Ես չեմ ասում, որ նշածս տարբերակը հավանական է, դա քիչ հավանական սցենար է, սակայն այնուամենայնիվ հնարավոր սցենարներից մեկն է, եթե Իրանի Հանրապետությունը կորցնի իր դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական ներուժի զգալի մասը։ Իրանցի որոշ փորձագետներ պնդում են, որ Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, որ զսպի ադրբեջանական սպառնալիքը։ Այս սցենարում ինչ կոնկրետ դեր կարող է խաղալ Ֆրանսիան, որոնք կարող են լինել նրա իրական ազդեցության լծակները՝ դիվանագիտական, տնտեսական կամ ռազմատեխնիկական իմաստով։ Ուրեմն սա հիմնարար հարց է։ Նախ եւ առաջ կարծում եմ, որ նրանք, ովքեր պնդում են, որ Հայաստանը պետք է վճռականորեն եւ անհապաղ ամրապնդի իր կապերը Ֆրանսիայի հետ, միանգամայն ճիշտ են։ Պատճառը չափազանց պարզ է եւ ձեզ համար հասկանալի։ Ֆրանսիան աշխարհում ամենաբարեհաճ պետությունն է Հայաստանի նկատմամբ։ Չեմ կարծում, որ կա որևէ նման երկրորդ երկիր, որն այսպիսի վերաբերմունք ունենա Հայաստանի հանդեպ։ Ոմանք խոսում էին Ռուսաստանի մասին, սակայն Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին 2020 թվականին, ինչպես դավաճանում է իր այլ դաշնակիցներին, օրինակ Ասադին 2024-ին։ Այսպիսով Ռուսաստանը ոչ մի դեպքում վստահելի չէ։ Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, այո, Եմեն կապեր ունի Հայաստանի հետ, բայց դրանք այնքան խորը եւ առանձնաշնորհյալ չեն, որքան Ֆրանսիայինն են։ Դրանից բացի, Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո Եվրոպական միությունն ադրբեջանական գազը համարում է համեմատաբար ռազմավարական ռեսուրս, ուստև այս տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ Եվրոպական միության որևէ այլ պետություն Հայաստանի համար կարող է անել այնքան շատ բան, որքան Ֆրանսիան։ Երրորդ, Ֆրանսիան Եվրոպա եւ Արևմուտքի այն քիչ երկրներից է, որը տեխնիկապես ունակ է Հայաստանին մատակարարելու բարձրակարգ զինտեխնիկա։ Ինչպես գիտեք, մոտ 1.5 տարի առաջ Ֆրանսիա եւ Հայաստանի միջև դրա շուրջ համաձայնագիր է ստորագրվել։ Ուրեմն, իմ կարծիքով, բոլոր առումներով Հայաստանը նախ պետք է դուրս գա ռուսական ազդեցության դաշտից, որը վերջին տարիներին շատ վնասակար է եղել Հայաստանի համար, եւ անցնի Արևմուտքի կողմը, բայց Արևմտյան որ երկրի կողմը։ Ես օրինակ կարծում եմ, որ պարոն Թրամփը բացարձակապես չի հետաքրքրվում Հայաստանով եւ նույնիսկ չի էլ պատկերացնում, թե մոլորակի քարտեզի վրա որտեղ է այն գտնվում։ Այսպիսով, քանի Թրամփը իշխանության է, ԱՄՆ-ից անիմաստ է ԱՄՆ-ից որևէ բան ակնկալել։ Այսպիսով, այո, կարծում եմ, այս պահին Հայաստանի ապագայի համար միակ իրատեսական ճանապարհը Ֆրանսիայի հետ գործնական ու խորքային համագործակցության ուղին ընտրելն է։ Շարունակելով թեման, անդրադառնանք Իսրայել-Իրան լարվածությանը։ Իսրայելը պաշտոնապես չի հաստատում, բայց նաև չի էլ հերքում ատոմային զենք ունենալու փաստը, մինչդեռ պահանջում է, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից։ Իրանն իր հերթին պնդում է, որ իր նպատակները խաղաղ են։ Ձեր կարծիքով ով է մանիպուլացնում իրականությունը եւ ինչ են նրանք թաքցնում այս դիրքորոշումների հետևում։ Որոնք են իրական ռազմավարական կամ քաղաքական մտադրությունները։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Նախ ուզում եմ ասել, որ միջուկային հարցը, մասնավորապես Իրանի միջուկային ծրագիրը, միայն Իսրայելի խնդիր չէ։ Հիշեցնեմ, որ 1968 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց միջուկային զենքի չտարածման պայմանագիրը եւ այդ ժամանակ դեռևս խորհրդային միությունը կար։ Սա մեկ։ Երկրորդ, Իրանը ստորագրել է այդ պայմանագիրը եւ ցայսօր այդ պայմանագրի կողմ է հանդիսանում։ Իսկ Իսրայելը երբեք չի ստորագրել այն։ Այսինքն Իրանը միջազգային պայմանագրային պարտավորություններ ունի։ Հետո, միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը, որը ոչ թե Նեթանյահուի ստեղծած կառույցն է, այլ ՄԱԿ-ին առընթեր փլուգամունք է,
Դեռևս 2002 թվականին Վիեննայի իր կենտրոնակայանում զգուշացրել է, որ Իրանը զարգացնում է միջուկային զենքի ստեղծման իր պոտենցիալը, սակայն թաքցնում է իրականությունը ստերի քողի տակ։ Ընդ որում ոչ միայն 2002-ին, այլև 2007-ի հունվարի 1-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատժամիջոցների ամբողջական փաթեթ է ընդունել Իրանի դեմ, պայմանագրային պարտավորությունները չպահպանելու համար։ Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Իսրայելում իշխանության չէր Նեթանյահուն եւ այդ պատժամիջոցներին կողմ են քվեարկել թե Պուտինը, թե Չինաստանի նախագահը արևմուտքի հետ միասին։ Սա նշանակում է, որ սա միայն Իսրայելի խնդիրը չէ։ Այո, դուք ճիշտ եք նշում, որ Իսրայելն ինքը միջուկային զենք ունի եւ դրա մասին քիչ է խոսվում։ Այդ առումով հնարավոր է բարձրացնել նաեւ բարոյական հավասարակշռության հարցը, սակայն ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա։ Որքան ես գիտեմ, Իսրայելը երբեք չի սպառնացել Իրանին ոչնչացնել, մինչդեռ Իրանը, ես խոսում եմ ռեժիմի մասին, ոչ թե իրանցի ժողովրդի, 1979 թվականից գրեթե ամեն օր կոչ է անում ոչնչացնել այն, ինչ անվանում է սիոնիստական կազմավորում, եւ Իսրայելին անվանում է քաղցկեղ, վնասակար մանրե եւ նմանատիպ այլ բառերով, եւ եթե դու իսրայելացի ես, տեսնում ես քո դիմաց մի ռեժիմ, որը բացահայտ խոսում է քեզ ոչնչացնելու հռետորաբանությամբ եւ միջոցներ ձեռնարկում այդ սպառնալիքը կյանքի կոչելու համար, ինչի մասին մատնացույց է անում միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը, ոչ թե ես։ Դե այդքանից հետո ինչ պետք է անեն իսրայելցիները։ Պարզ է, որ պետք է արձագանքեն կանխարգելիչ քայլերով։ Եվ վերջում անդրադառնալով ձեր հարցադրման երկրորդ հատվածին, պետք է նշեմ, որ ես միանիպ չեմ։ Լավ գիտեմ ներկայիս իսրայելական կառավարությունը։ Չի բացառվում, եւ դա անհավանական տեսության ժանրից չէ, Նեթանյահուն փորձում է ճգնաժամեր հրահարել, որպեսզի մնա իշխանության ղեկին։ Շատ իսրայելացիներ հենց այդ պատճառով են նրան քննադատում։ Կարող է պատահել, որ Նեթանյահուն ոչ միայն ջանա Իրանի միջուկային ծրագրին վերջ տանել, այլև փորձի ամբողջությամբ վերացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլև որպես քաղաքական միգավոր։ Այդ տեսանկյունից ձեր հարցադրումը բոլորովին անիմաստ չէ, բայց կրկնում եմ, Իրանի միջուկային ծրագիրը համաշխարհային խնդիր է։ Միջուկային զենքի տարածման առհասարակ համաշխարհային մարտահրավեր է եւ այն չի սահմանափակվում միայն Իսրայելով։ Իրանը նաև հայտարարում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների հարցը իր համարել է ազգային անվտանգության խնդիր։ Ըստ ձեզ, եթե Իրանը զգալիորեն թուլանա ռազմական, տնտեսական կամ դիվանագիտական առումով, ինչպիսի հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար։ Այսօր անգամ հենց հիմա Հայաստանը շոշափելի սպառնալիքներ է զգում Ադրբեջանից։ Այո, Իրանը ճիշտ է, որ Հայաստանի խոցելի վիճակն իր համար իրական վտանգ է համարում։ Երկու պատճառ նշեմ։ Նախ սա տնտեսական եւ առևտրային վտանգ է, որը հաճախ անտեսվում է։ Արաքս գետի վրա կա կամուրջ, որը միանում է միջանապարհի, որը Հայաստանի երկայնքով տանում է դեպի Վրաստան եւ միանում Ռուսաստանին։ Իսկ Իրանի եւ Ռուսաստանի միջև վերջին տարիներին առևտրատնտեսական հարաբերությունները բավականին ակտիվորեն զարգանում են։ Եվ հետո սա նաև սպառնալիք է, որն ընկալվում է առավել ինքնության պահպանման տեսանկյունից։ Եթե օրինակ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի հարավի վրա եւ կարողանա ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան եւ ի վերջո Թուրքիա, ապա Իրանի հյուսիսային հատվածում կձևավորվի միասնական թյուրքախոս տարածքների գոտի։ Կարծում եմ, որ Իրանը միշտ էլ զգուշացել է այդպիսի հնարավոր զարգացումից եւ այն դիտարկում է որպես վտանգ, առնվազն տնտեսական բնույթի, իսկ հնարավոր է նաև ռազմավարական ու քաղաքակրթական առումով։ Այս իրողությունների ֆոնին ըստ ձեզ ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Արդյոք մեզնից ինչ-որ բան կախված է, այսինքն Հայաստանի սուվերեն որոշումից։ Օլալա, սա շատ գեղեցիկ խոհափիլիսոփայական հարց է։ Արդյոք որևէ բան դեռևս կախված է մեզանից։ Արդյոք մենք դեռևս կարող ենք մեր ճակատագիրը վերահսկել։ Սա շատ խորը ու կարևոր հարցադրում է։ Կասեմ հետևյալը. Իմ կարծիքով, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը ինքնապաշտպանվելու ոչ մի իրական ռազմական տարբերակ չունի։ Ամեն դեպքում առայժմ չունի։ Երկրորդ, դիվանագիտական մեխանիզմները չափազանց սահմանափակ են։ Ինչպես արդեն նշեցի, ըստ իս միայն Ֆրանսիան է, որ լուրջ հենարան կարող է դառնալ Հայաստանի համար։ Երրորդ, ես վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունները պարտադիր կերպով պետք է հսկայածավալ ներդրումներ ուղղեն երկու հստակ ոլորտի։ Առաջինը բարձր տեխնոլոգիաներն են։
Հայաստանում կան ինժեներներ եւ շատ բարձր մակարդակի։ Կա պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ես սա ասում եմ, որովհետեւ աշխարհում կան պետություններ, որոնք բնական ռեսուրսներ գրեթե չունեն, սակայն զարգացել են հենց բարձր տեխնոլոգիաների շնորհիվ։ Օրինակ, Շվեդիան, Իսրայելը, Սինգապուրը, Հարավային Կորեան եւ նույնիսկ Ռուանդան։ Այսպիսի պետությունները, երբ սկսում են զարգացնել իրենց ՏՏ ոլորտը, ծառայություններ կամ արտադրանք ստեղծելով, ավելի արագ են հարստանում, քան պարզապես ռեսուրսներ կիրառելով։ Դա իրականում հզորացման լուրջ խթան է։ Բացի այդ, IT ոլորտում ներդրումները համարտաբար մատչելի են։ Երկրորդ, Հայաստանը պարտադիր պետք է ջանքեր գործադրի իր ժողովրդագրության զարգացման համար։ Հայաստանի ժողովրդագրական վիճակը աղետալի է։ Ես դա ասում եմ արդեն տասնյակ տարիներ։ Ասել եմ դեռևս այն ժամանակ, երբ ընկերոջս հետ գնում էի Արցախ, տարբեր առիթներով։ Սրա մասին բարձրաձայնել եմ կոնֆերանսների, գիտաժողովների ժամանակ։ Վերջերս էլ Երևանում ունեցածս ելույթի ընթացքում կրկնեցի այս միտքս։ Հայաստանի ժողովրդագրական վիճակը այն աստիճան վատ է, որ եթե իջնի որոշակի շեմից ներքև, երկիրն այլևս չի կարող ունենալ անհրաժեշտ կշիռ, ոչ տնտեսական, ոչ առևտրային, ոչ կառավարման եւ ի վերջո հնարավոր է նաեւ ռազմական տեսանկյունից։ Իսկ 1, 2, 3 երեխա ունենալ ցանկացող կանանց տրամադրվելիք սոցիալական աջակցությունը պետության վրա շատ թանկ չի նստի, դա մեծ ներդրում չի պահանջում։ Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչու Հայաստանի տարբեր կառավարությունները երբեք լրջորեն չեն կենտրոնացել այս երկու իսկապես կենսական ոլորտների վրա։ Այստեղ ուղիղ պատասխան եմ ձեր հարցին։ Այո, ինչ-որ բան դեռևս կախված է Հայաստանից։ Դա ապագայում, իսկ ներկա պահին տեսնում եք պատերազմի վտանգ, ասենք առաջիկա օրերին կամ ամիսներին։ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Ադրբեջանը 2020 թվականին հստակ եւ ամբողջական հաղթանակ տարավ։ Այդ պահից նա ներգրաված է նաեւ Եվրոպական միության հետ հարաբերություններում, մասնավորապես գազի հարցում, որի մասին քիչ առաջ ասում էի։ Ադրբեջանը իմ կարծիքով չունի շահ, այսպես ասած, պարզ, տնտեսական եւ նույնիսկ դիվանագիտական շահ, որ հարձակվի ինքնիշխան պետության վրա։ Կարծում եմ, եթե նման կայլ անի, Ֆրանսիան այնպես կանի, որ Եվրոպական միությունն ընդդեմ Բաքվի շատ կոշտ պատժամիջոցների մի ամբողջական փաթեթ կիրառի։ Իսկ դրա հետևանքով ինչ կշահի Բաքուն, ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել։ Ընդհակառակը, կարծում եմ Ադրբեջանը կընտրի կարճաժամկետ տարբերակը՝ ստորագրել խաղաղության պայմանագիր, որը նրան թույլ կտա իր առևտրաշրջանառությունն ակտիվացնել Արաքսիափով դեպի Նախիջևան եւ Թուրքիա, առանց պատերազմի անհրաժեշտության։ Չեմ հասկանում, ինչու պետք է Ադրբեջանն այլ կերպ վարվի։ Այո, սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն նոր օրի նորանոր պահանջներ է առաջ քաշում, մինչև խաղաղության պայմանագիրը կստորագրի։ Պահանջում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հիմա սա ինչ է նշանակում՝ տարածքային պահանջ է, թե պարզապես տնտեսական տրանզիտի առաջարկ։ Դրանք պահանջներ են, եթե հիշողությունս չի դավաճանում, պետք է ստուգել այս նրբությունները։ Բայց այն, ինչ այսօր պահանջում է Ադրբեջանը, ըստ էության մի տնտեսական եւ առևտրային հեշտացված ճանապարհ է, որ Նախիջևանից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ ապրանքափոխադրումներ իրականացնի եւ երթևեկություն կազմակերպի, բայց խոսք չկա որևէ ինքնիշխանության փոխանցման մասին։ Ինչքան գիտեմ, դա պարզապես հնարավոր էլ չէ։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից էլ դա անընդունելի է։ Հետևաբար կարծում եմ այս փուլում այնինչ կարող է պահանջել Հայաստանը իր տարածքային ամբողջականության պահպանումն է։ Ասելով Հայաստան նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած փոքր Հայաստանը, իր միջազգային ճանաչված այսօրվա սահմանների պահպանման մասին եմ խոսում։ Դա է առավելագույնը, որ կարող է Հայաստանը պահանջել։ Իսկ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրության փոփոխություն։ Եվ ըստիս Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի դա։ Նախ, որովհետև ցանկացած փաստաթուղթ այսօր կարող ենք փոխել, վաղը նորից նախկին բովանդակության բերել, եւ հետո իրականում այլ ընտրություն չկա։ Այսօր Հայաստան-Ադրբեջան ուժերի հարաբերակցությունը թե ռազմական, թե տնտեսական առումներով այնքան աղետալի է Հայաստանի համար, որ հարկավոր է հաշվի առնել այս իրականությունը, որքան էլ ցավալի լինի։ Եվ ձեր եզրափակիչ խոսքը։ Դիմադրողականություն եւ հաստատակամություն։ Հայ ժողովուրդն աշխարհի հինավուրց ժողովուրդներից է, նաեւ ամենադիմացկուններից եւ տոկուններից, հերոսական ժողովուրդ է։ Պատճառ չկա, որ այսօր հայերը, ովքեր պատմության ընթացքում բազմաթիվ դժբախտությունների միջով են անցել, տեսել են հայոց ցեղասպանություն, սկսած իհարկե 1915 թվականի ջարդերից, նաև 19-րդ դարի վերջի ծանր կոտորածներից ու ավելի վաղ շրջանում ունեցած դեպքերից, գլուխը կախեն, թևաթափ լինեն եւ դադարեցնեն իրենց պայքարն ու ասեն վերջ։ Կարծում եմ հայ ժողովրդի հիմնական հզորագույն պոտենցիալներից մեկը, բացի բնականաբար ակտիվ մեծ ու զորեղ սփյուռք ունենալը, նաև հենց այս բացառիկ դիմացկուն լինելու հատկությունն է։ Անհրաժեշտ է անպայման հաշվի նստել ժամանակի հետ, իրողության հետ, համբերությամբ լցվել եւ ուժեղանալու այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, եւ ապա նորից ավելի մեծ ուժով շարունակել առաջ շարժվել։ Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, կապի մեջ կլինենք։